Լույս է տեսել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի քարե տարեգրությունը խորագրով նոր մենակրությունը նվիրված Մայր տաճարի վերահոսմանը։ Աշխատությունն ամփոփում է Մայր տաճարի վիմագրական ժառանգությունը։ Առաջին անգամ տարեգրության տեսքով, այսինքն ժամանակագրական կարգով ներկայացվում են Մայր տաճարի շինարարական նորոգչական աշխատանքները դարերի ընթացքում։ Մենագրության հեղինակը վիմագրագետ Արսեն Հարությունյանն է։ Ամբողջ նյութը ներկայացված է վիմական արձանագրությունների լույսի ներքո։ Այսինքն մեզ համար սկզբնաղբյուր են ծառայել հենց վիմական արձանագրությունները, որոնք զուգահեռներ ունեն եւ մատենագրական աղբյուրների հետ, եւ արխիվային վավերագրերի։ Որքան էլ զարմանալի է Մայր տաճարի պահպանված վիմագրական քարեղեն գրավոր ժառանգությունը սկիզբ է առնում բավական ուշ 16-րդ դարից։ Ուսումնասիրողը կարծում է, որ դրա պատճառը շուրջ 1000 տարվա ընթացքում Մայրաթոռի աստանդական լինելն է եղել։ Սրանով պայմանավորված է նաև Ստեփանոս Օրբելյանի 13-րդ դարում գրված հայտնի ողբը, ողբի Սուրբ Կաթողիկեն, երբ ողբում էր տաճարի անշուք ու անմխիթար վիճակը, եւ արձանագրեմ նաև, որ փառք ու պատիվ փաստորեն մեր պատմագիրներին, մեր եկեղեցականներին, արևելյան վարդապետներին, որոնց ջանքերով փաստորեն ճիշտ տեղում կրկին հայտնվեց հայրապետական աթոռը, որը մանրամասն ներկայացված է Թովմա Մեծոփեցու պատմագրության էջերում։ Սրանով է հենց պայմանավորված, որ տաճարի արձանագրությունները 16 եւ հետագա դարերով են թվագրվում եւ արդեն իսկ 17-րդ դարում Ովսես Տաթևացու եւ հետագա գահակալների օրոք, Փիլիպոս Աղբակեցու օրոք, Հակոբ Ջուղայեցու, Նահապետ Եդեսացու, Եղիազար Այնթապցու այս կաթողիկոսների շինարարական գործունեությունը լայնորեն լուսաբանված է վիմական արձանագրություններում, որպիսի ավանդույթ ըստ էության արդեն իսկ Մայրաթոռն ունեցել է վավերացնել վիմագրերում կատարված շինարարական եւ նորոգչական աշխատանքը։ Տաճարի վիմագրերը երկու տեսակի են։ Կանոնային պաշտոնական բնույթի 50 արձանագրություն լուսաբանում է 17-րդ դարից գահակալած հայրապետների շինարարական եւ նորոգչական աշխատանքները։ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի հայերեն վիմագրերը մանրամասն ուսումնասիրվել են հենց վերջին մասշտաբային հիմնանորոգման ժամանակ, երբ բացվել են շինության պատերի տարբեր շերտերը։ Բնականաբար կաթողիկոսական անունից կազմված, երբ որ այնտեղ վկայված են մեկենասներ, հիշատակվում է կաթողիկոսի անունը, աշխարհիկ տիրակալների անունները, սրանք որոշակիորեն նախապես կազմված տեքստեր են, բնագրեր են, որոնք վերարտադրվել են փաստորեն եկեղեցու որմերին։ Մանրակրկիտ վիմագրական ուսումնասիրությամբ առաջին անգամ ներկայացված են Մայր տաճարի ազատ ոճի քարե արձանագրությունները։ Շուրջ 120 գրաֆիտային ոճի գրություն է փաստագրվել։ Դրանք արվել են թմբուկի ներքին ոլորակի, ծեփի շերտի վրա, հիմնականում խազագրերով կամ քերծագրերով, նաև ներկով արված գրություններ կան։ Դրանք թողել են ուշ միջնադարից սկսած Մայրաթոռ այցելած ուխտավորները, այցելու նվիրատուները, որևէ նպատակով, օրինակ բուժվելու համար Մայրաթոռ աղոթքի եկածները, առանց իմանալու, որ իրենց թողած գրությունները հետագայում կուսումնասիրվեն եւ կպատմեն իրենց մասին։ Այսինքն հնարավորություն են ունեցել բարձրանալու այդ ներքին բոլորակ հարթակը, պատշգամբը վերին հարթակում, թմբուկին կից այդ տարածքը եւ իրենց արձանագրությունը թողել։ Սա կարևորվում է նաեւ այն առումով, որ այդ հիշատակագրությունները գրաֆիտային ըստ էության ուսումնասիրությունը դա ցույց է տալիս եւ հավաստում է ըստ արձանագրությունների թվագրման հենքով, որ դրանք ըստ էության նախորդել են տաճարի որմնանկարազարդման աշխատանքներին եւ թվագրվում են 1630-ականներից մինչեւ 1720-ականների սկիզբը, այսինքն նախքան Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի կողմից տաճարի որմնանկարազարդման աշխատանքները, որովհետեւ այդ ժամանակ այդ գրաֆիտիները արդեն ամբողջությամբ ծածկվել են որմնանկարների շերտի տակ։ Ենթադրաբար տաճարի մակերեսի մի զգալի մասը ծածկված է եղել նման ազատ ոճի գրություններով։ Դրանք տարբերվում են ոճով, գրության ձևով, վայելչագիր չեն, թեև ոմանք արված են ակնհայտորեն դասական գրչագրությանը տիրապետող մարդկանց կողմից։ Թերևս այդ գրությունները հաճախ պատվիրել են վանքում աշխատող քարգործ վարպետներին։ Ամեն գրություն արտահայտում է տվյալ այցելուի փորձառությունը, գրագիտությունը։ Որպես կանոն նշվում է նաև ժամանակը, որ թվականին է ուխտի եկել, ինչը շատ կարևոր է, այսինքն ժամանակագրությունը պարզելու համար, ունենք օրինակներ նաև, որ նշվում է նաև կաթողիկոսի անունը, որ կաթողիկոսի օրոք ինքը ուխտի եկավ այդ վանքը, ու ամենահետաքրքիր կողմը գոնե ինձ համար, որ տարբեր ձևակերպումներով են բնութագրում Էջմիածնի Մայր տաճարը։ Հաճախ Սուրբ Աթոռս, Սուրբ Տունս, Սուրբ Ուխտս, Սուրբ Տաճարս կամ Սուրբ Էջմիածինս առհասարակ։ Այսինքն այդ ձևակերպումներն էլ այսպես շատ սիրուն շղթա են կազմում, եւ մենք
փորձել ենք գրքում աղյուսակի տեսքով, ցանկի տեսքով ներկայացնել նաև ուխտավորներին իրենց անվանացանկը եւ նրանց կողմից թողնված այդ վիմագրական նյութի առանձնահատկությունը։ Այդպիսի քերծագրերը համեմատաբար ավելի ուշ երևույթներ են եւ դրանով իսկ հանդերձ դրանք դարձում են կարևորագույն սկզբնաղբյուր, քանի որ գրավոր սկզբնաղբյուրները շատ հաճախ պակասում են տվյալ հուշարձանների գործունեության հետ կապված, ապա այս քերծագրերը աղբյուրագիտական որոշակի արժեք են ներկայացնում, կապված այցելությունների, պատմական տարբեր երևույթներ, որտեղ այնտեղ մենակ անուններ չեն գրվում, այնտեղ գրվում են ասենք եկողների երբեմն մասնագիտությունները, երբեմն շարժառիթները, շատ համառոտ ձևով, այդ տեսակետից մեծապես կարևորում են այս արձանագրությունները եւ բարեբախտություններ, որ Արսենը կարողացել է այս օրինակով, հենց Վաղարշապատի օրինակով իմի բերել այդ երևույթի աղբյուրագիտական մեծագույն նշանակությունը։ Գիրքը պատկերազարդ է, վիմագրերի վերծանություններն ուղեկցվում են լուսանկար գրչանկարներով, ծանոթագրություններով, կից ունի անգլերեն ամփոփում, տարեգրության տեսքով, ինչպես նաև անվանացանկեր։ Ներկայացրել եմ նաև այդ աշխարհագրությունը հիմնականում որտեղից են ուխտի եկել, այսինքն ոչ միայն բուն ներկայիս է արևելյան Հայաստանի հարակից բնակավայրերից, այլև ունենք ուխտավորներ, որ բնականաբար ներկայիս արևմտյան Հայաստանից են ուխտի եկել, Վանի շրջանից, Նախիջևանից ունենք բավականին մեծ թվով հիշատակագրություններ, Բիստ գյուղից, Շորոթից, Երնջակից, Գողթն գավառից, մի խոսքով, այսինքն այս ռեգիոնը կարելի ասել ամբողջացվում է, որոնց համար իբրև փարոս է հանդիսանում փաստորեն Մայրաթոռը, որը ուրախություն մեզ նորից վերագտնում է իր հոգևոր կենտրոնի նշանակությունը։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։